Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ պետական ոչ առևտրային կազմակերպության։ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին, 1961 թվականից ի վեր երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր է հանդիսանում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր, մաեստրո Հովհաննես Չեքիջյանը։ Հրաժարվելով դիրիժորական փայլուն ապագայից Թուրքիայում, Չեքիջյանը 1961 թվականին տեղափոխվել է Հայաստան՝ իր կարողությունները և տաղանդը անմնացորդ ներդնելով ի նպաստ հայկական երաժշտարվեստի զարգացմանը։ Երևանում հաստատվելուն պես նրա կյանքն անխազելիորեն կապվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հետ։ Չեքիջյանի գլխավորությամբ երգչախումբը ելույթներ է ունեցել աշխարհի թվով 184 լավագույն համերգային հարթակներում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլուր։ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է որպես 25-ից 30 հոգուց բաղկացած հայ ֆիլհարմոնիայի կոլեկտիվ։ Երգչախմբի ստեղծագործական առաջընթացի առավել նշանակալի շրջանը սկսվել է 1961 թվականից, երբ երգչախումբը գլխավորել է մաեստրո Հովհաննես Չեքիջյանը։ 1969 թվականից երգչախումբն արժանացել է ակադեմիական կոչմանը։ 1975 թվականից հանրապետության փաստակավոր կոլեկտիվ է։ 2012 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ երգչախմբին շնորհվել է ազգային կարգավիճակ։ Ավելի քան 6 տասնամյակ Հովհաննես Չեքիջյանը ղեկավարում է երգչախումբը, աշխարհի տարբեր բեմերում ներկայացնելով հայկական և համաշխարհային դասական խմբերգային երաժշտության գոհարները։ Շարունակելով հայ դասական խմբերգային երաժշտության լավագույն ավանդույթները, Չեքիջյանի օրոք երգչախումբը հասել է հայ խմբերգային արվեստի չգերազանցված մակարդակի, դարձել հայկական և համաշխարհային դասական խմբերգային երաժշտության լավագույն մեկնաբանը։ Մաեստրոյի ղեկավարած երգչախումբը համաշխարհային խմբերգային արվեստում միակն է, որը բեմում երգում է առանց նոտաների։ Այս տարիների ընթացքում երգչախումբը Հայաստանից դուրս ունեցել է 866 համերգ։ Չեքիջյանը ողջ կյանքում ծառայել է կոմիտասյան երաժշտության տարածմանը, նրա խմբերգերը հնչեցնելով աշխարհի տարբեր բեմահարթակներից։ Չեքիջյանը նաև հրաշալի կոմպոզիտոր է, ունի գրված եզակի վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններ, ինչպիսիք են օրինակ Գարնանային անուրջները և Հանդիսավոր ձոնը։